FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Դուք գիտեք, որ հատկապես կանանց միամսյակի շրջանում մինչև ապրիլի 7-ը հետաքրքիր կամ շատ սովորական, կամ շատ անսովոր մի խորագիր ենք մենք ընտրել, կանայք, որ փոխում են աշխարհը։ Ու մեզ անընդհատ թվում է, որ կան հատուկ մասնագիտություններ, կան հատուկ տիեզերական, տիեզերքը նվաճելուն ուղղված ինչ-որ քայլեր, որոնց դեպքում պիտի կարողանա կինը փոխել աշխարհը։ Այնինչ յուրաքանչյուր կին, եթե իր մասնագիտության մեջ կարողանում է լինել պրոֆեսիոնալ, կարողանում է դրա հետ զուգահեռ ամենակարևոր կոչումը, կին լինելու բարձր պահել եւ ամենօրյա աշխատանքով ապացուցել, որ իսկապես հրաշալի մի բան է կին լինել եւ կարողանալ հասցնել ամեն ինչ եւ կարողանալ յուրաքանչյուր ասպարեզում հաղթանակներ գրանցել, սա հենց այն կանայք են, կանանց այն խումբն է, որ իրականում փոխում են աշխարհը։ Սիրով այս պահին Էլ-Ռումում նաև ձեր անունից ուզում եմ ողջունել Smart հաշվապահական եւ իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Գոհար Զարոյանին։ Գոհար, շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ։ Ես եւս ուրախ եմ շատ, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Երիտասարդ, գեղեցիկ, հաջողակ ու պրոֆեսիոնալ, սրանք իրար հետ դժվար էին համադրվում, ինչ-որ ժամանակ դժվար էին ընկալվում։ Կարելի է ասել, որ մենք այս փուլը ինչ-որ առումով հաղթահարել ենք։ Իհարկե շատ դժվար էին ընկալվում ու շատ դժվար է քայլ առ քայլ հասնել ձեր նշած ամբողջականությանը։ Դժվար է ընկալվում նաև հասարակության կողմից։ Պայքարը ու դժվարությունները բավականին շատ են, հասնել մասնագիտական բարձր որակների, ունենալ ընկերություն, ով որ կկարողանա վարել տարբեր ընկերությունների աշխատանքներ, պատասխանատվությունը բավականին մեծ է։ Ըստ էության երկու մասնագիտություն ունեք բարձրագույն հենց կրթության, բակալավր, մագիստրոս, երկու ուղղությամբ, փաստորեն եւ իրավաբանական եւ ֆինանսական։ Այս երկուսը զուգահեռ շատ քիչ է համադրվում։ Փաստորեն հենց սկզբում եք դուք որոշել, որ այս երկու ուղղությունն էլ ձեզ հետաքրքիր է։ Երկու ուղղությունն էլ ես շատ եմ սիրում։ Հիմա եթե հետ նայի միգուցե ինչ որ կետում եղել է, որ մտածել եմ, միգուցե Գոհար իրավական մասով շարունակեիր, ավելի մեկ այլ բան կլիներ կամ միգուցե այս ինչ ոլորտում կլիներ հաջողված եւ այլն, բայց ֆինանսականը դա իմն է։ Ըստ էության ես փորձում եմ երկուսը համադրել մեկում եւ մեկը մյուսին շատ է օգնում, որովհետեւ մեր աշխատանքում մենք ունենք շատ խորը իրավական հարցեր, պայմանագրային հարցեր, տեղում կողմնորոշվելու, դե ամեն դեպքում մեր աշխատանքը օրենքի հետ է կապված։ Եվ հաշվապահականը եւ իրավականը երկուսն էլ օրենսդրական դաշտում են։ Եվ ըստ էության իմ առաջին մասնագիտությունը միշտ ինձ օգնել է։ Չնայած նրան, որ իմ ընկերությունը ունի առանձին իրավաբան, ով որ զբաղվում է ընկերությունների իրավական հարցերով, դա ինձ չի խանգարում, այդ պահին ավելի շուտ կողմնորոշվելու, ավելի շուտ պատասխանելու, ինչ որ ճանապարհ ես ինքս այդ պահին գտնելու ու տեսնելու։ Ամեն դեպքում երկու մասնագիտությունները շատ փոխկապակցված են։ Արդեն 8 տարվա աշխատանքային փորձ ունեք։ Ես ավարտելու ընթացքում եմ աշխատել։ Աշխատել եք, այո, այսինքն այս ընթացքում աշխատել եք շատ տարբեր, շատ մեծ, կարևոր ընկերություններում, նաև հաշվապահական այս ամբողջ ուղղությունը, եւ նաև հետաքրքիր ինչ որ զուգադիպություն կա, փաստորեն բոլոր ընկերություններում դուք որպես գլխավոր հաշվապահ։ Սա նշանակում է, այսինքն պրոֆեսիոնալ միանգամից շատ բարձր նշաձող եք ունեցել։ Ես ունեցել եմ մասնագիտական որակներ, այդ թվում ասեմ, որ աշխատանքային process-ը շատ արագ եմ ընկալել ի սկզբանե։ Ինձ համար շատ հեշտ է եղել դա սովորել, ֆինանսականը, հաշվարկները, ծրագրային հատվածը։ Ես կարծում եմ, որ շատ դեպքերում դա հենց ուղղակի սովորելով չէ, այսինքն համալսարանում ուղղակի սովորել նյութերը, հաշվառում, օրենսդրական մաս եւ այլն, չեմ կարծում, որ թույլ կտա լինել լավ մասնագետ։ Դա ուղղակի
այդպես է, մարդու զգացողություն է, բնություն է, որ քեզ ուղղակի տվել է այդ զգացողությունը աշխատել թվերի հետ, բայց այստեղ գենետիկան կապ ունի, Գոհար, ես գիտեմ, որ ձեր մայրն էլ հաշվապահ է։ Մայրս հաշվապահ է, հայրս տնտեսագիտական, հա, էլի ոլորտում կրթություն ունի, եղբայրս եւս նույն ոլորտում։ Այսինքն մեր ընտանիքում հումանիտար ուղղությամբ չունենք ոչ մեկի։ Բոլորը ֆինանսական են ու հա, միգուցե։ Բայց նաև պիտի սիրես, պիտի հասկանաս, չէ՞, այս ոլորտը։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանք ու իմ ոլորտը։ Ինքը ինձ համար որպես այդպիսին աշխատանք չէ, այսինքն ես չեմ արթնանում, ուղղակի գնում աշխատանքի, ժամը 6-ն է ու ես չեմ վերադառնում տուն։ Այո։ Այսինքն դա իմ օրն է, դա իմ առօրյան է, դա իմ կյանքն է ու ես ինչ որ էտապ չեմ պատկերացնում, որ ես ուղղակի չեմ կարող լինել այդ ամեն ինչում։ Եվ իհարկե դա խանգարում է շատ հարցերում, այսինքն ես ինձ այնքան եմ պատկերացնում այդ առօրյայում, այդ աշխատանքում, այդ խառը իրավիճակում, հա, անընդհատ, որտեղ օրվա ընթացքում մեր ընկերությունները շատ են եւ ամեն ընկերությունում եթե առաջանա մի հատ հարց, մի հատ ստուգում, չգիտեմ, որևէ տեսակի հարց շատ ակտիվ առօրյա է ստացվում։ Ամեն մեկը մի ոլորտ, ունենք բոլոր ոլորտներից, առևտուր, ծառայություն, արտադրություն։ Ամեն մեկը մի հարցով որ զանգի, արդեն իսկ օրը բավականին հա լցված է։ Բայց ես գիտեմ Գոհար, որ ձեզ հետ շատ սիրում են, բացի որ շատ վստահում են ընկերություններն ում հետ աշխատում եք, ձեզ հետ շատ սիրում են շփվել։ Առհասարակ կազմակերպված եւ այնպիսի մասնագետի, ով նաեւ հաճելի է շփման մեջ, անընդհատ դրական էներգիան այսպես տարածում է, նրանց հետ առհասարակ հաճելի է աշխատել, աշխատանքի առումով ու միևնույն ժամանակ կարծես դուք ոգևորող եք ձեր տեսակով։ Ես փորձում եմ այդ առաջացած խնդիրները չավելացնել։ Փորձում եմ միշտ ասել, որ հանգիստ եղեք, ամեն բան նորմալ է, կփորձենք ամեն բան կարգավորել, որովհետև մեր ոլորտը ինչով է առանձնանում, մենք ըստ էության աշխատում ենք ուրիշ ընկերությունների ֆինանսներով, հա, այսինքն իրենց ամենակարևոր գլոբալ հարցն ենք փորձում կարգավորենք, օրենսդրական, հա, մենք մեր ընկերությունների հետ փորձում ենք շփվել բարեկամական, որովհետև մեզ դա է օգնում աշխատել։ Դա է օգնում միասին ճանապարհ անցնել։ Բայց բնավորությամբ եք այդպեսին դուք Գոհար, որովհետև այսպես ձեզ հետ առօրյա շփման մեջ էլ, հա, դուք այսպես հանդարտ սիրում եք մի հարթություն գտնել, որտեղ բոլորին համախմբել։ Սա ես հասկանում եմ, որ արդեն բնավորության գիծ է։ Հա, միգուցե հենց այդպես, որովհետև տարիների ընթացքում ունեցել ենք 2-3 ընկերություն, կարծում եմ, որ մեզ թողած կլինեն։ Զուտ տարածքային անհարմարավետության պատճառով չենք ունեցել Փառք Աստծո որևէ լուրջ խնդիրներ, տարաձայնություններ դեռ չենք ունեցել եւ հուսամ չենք ունենալու։ Այո, 4 տարի է արդեն գործում է։ Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ միանշանակ կան խնդիրներ։ Միանշանակ հարթ չէ մեր ոլորտը, միանշանակ ամեն օր ինչ որ հարցեր առաջանում են։ Բայց դե փորձում ենք ամեն դեպքում կարգավորել։ Բայց այստեղ ասում եմ մասնագիտություններ կան, որտեղ մանավանդ հիմա, հա, անընդհատ այս հարկային օրենսդրությունն է փոխվում եւ այլն, այս ամեն ինչին հետեւել եւ նաեւ այսպես թեթև հանդարտ վերաբերվել, սա կամքի ուժի հետ կապված է։ Ձեզ համարում եք ուժեղ տեսակ։ Սովորությունների հետ, արդեն սովորել ենք, սովորությունների հետ կապված է ավելի շատ, այն ամենասկզբում, երբ որ լինում էին փոփոխություններ, դե բնականաբար ծանր է։ Դու ինքդ պետքա վերապատրաստվես, հետո դու պետքա կիրառես ընկերություններում եւ այլն։ Ընթացքում ամրանում է բնավորությունը դա այդ մասով։ Ընթացքում սովորում ես դու այդ փոփոխություններին։ Ասեմ ավելին, դառնում է հաճելի նաեւ շատ դեպքերում։ Կիրառել ամեն դեպքում նորը եւ այլն։ Իսկ ինչն է փոխվում Հայաստանում ամենաշատը դա հարկային օրենսգիրքն է, որովհետեւ տարին գոնե մի քանի անգամ մենք ենթարկվում ենք այդ փոփոխություններին։ Փորձում ենք իհարկե շատ մասերին դեմ ենք միանշանակ ու փորձում ենք բարձրաձայնել, բայց սրա հետ միասին հետաքրքիր արտահայտություն արեցիք, Գոհար, ասացիք նաև ամրանում է։ Ինչպես է հնարավոր այսպես նուրբ կանացի էությունը պահել, կանացի այդ էներգիան պահել եւ դրա հետ միասին այս կամքի ուժը, հաստատակամությունը, այս ամրանալը, ինչպես նշեցիք։ Գիտեք, ես ընթացքում շատ եմ մտածել հենց այդ ձեր ասած դրվագի մասին, որ Գոհար դու դրսում ես, բայց իրականում ես չեմ ուզում լինել տենց կոպիտ չասեմ, որովհետև կինը կոպիտ չի լինում, հա, բայց այդքան ամուր, այսինքն ես փորձում եմ պահել այդ ամեն դեպքում կանացի ինչ որ հատվածը, որ ամեն դեպքում բնությունից դու ստեղծված ես որպես կին։ Հաշվապահներին առհասարակ պատկերացնում են շատ խիստ, կոպիտ, չոր անձնավորություններ։ Մենք մեր համակարգիչը բազմաթիվ փաստաթղթեր, հեռախոսազանգեր եւ այլն, դա է մեր աշխատանքի
ամբողջ օրը այդպես է լռանում։ Դրա համար են միգուցե հաշվապաներին միշտ պատկերացնում այդպես շատ խիստ դեմքով։ Այո։ Հա, Բայց ես հասկացա, որ 4 տարի առաջ հիմնադրվել է Smart հաշվապահական իրավաբանական ընկերությունը, դուք ուզում եք այստեղ էլ ինչ-որ բան փոխել, կարծրատիպեր, որոշակի կոտրելուն կողմնակից եք։ Հա, միանշանակ ու հիմա էլ ենք մենք փորձում փոխել, առաջիկայում ունենք շատ հետաքրքիր ծրագրեր, որոնք էլի փորձում ենք հանել այդ խիստ ստանդարտ սահմաններից դուրս հաշվապահական ոլորտը, հա, որ պարտադիր չի լինել խիստ դեմքով ու ջղային դեմքով, բայց ունենալ բավականին դրական արդյունքներ, մասնագիտական բարձր որակներ։ Դες անկալման խնդիր է։ Շատ դեպքերում լինում է, որ երիտասարդ աղջիկ է Այո։ Եվ այլն, բայց ըստ էության հետո հասկանում ենք, որ երիտասարդությունը չի խանգարում մասնագիտական բարձր որակներին, չի խանգարում աշխատանքին պատրաստական իրենց հետ քայլելուն։ Մենք բոլոր, ոչ մենակ ես, կարծում եմ բոլոր հաշվապահները, բոլոր ընկերությունների հետ հավասարապես քայլում են ու անցնում են ես դժվարությունների միջով։ Իսկ այդտեղ շատ դժվար է իրական։ Այստեղ իրավիճակը դժվար է, բայց կարելի է առանց այսպես խոժոր դեմքի, այսպես հմայիչ, գեղեցիկ, ժպիտով, միևնույն ժամանակ շատ ուժեղ հաստատակամությամբ, կամքով, իսկապես բոլոր խնդիրները լուծել։ Այնուամենայնիվ Գոհար, ինչպես է սա երազանք էր, նպատակ էր կամ ինչու որոշեցիք հիմնել հենց ձեր հաշվապահական ընկերությունը եւ նաեւ անվանումը շատ հետաքրքիր ու շատ ճշգրիտ։ Smart։ Ի սկզբանե մենք փորձեցինք հենց ուսումնական կենտրոն, հա, որպես այդպիսին ունենալ, քանի որ շատ էին ընկերությունները եւ շատ էին դիմում արդեն եւ կար այդ էներգիան, այդ ցանկությունը չբավարարվելու ինչ որ եղածով, հա, այդ ցանկությունը, որը որ ինձ մոտ կարծում եմ շատ հիմնավոր է ու միշտ է այդպես, այսինքն միշտ ինչ որ նոր բան, միշտ ավելի առաջ, նոր մասնագիտական, տեխնոլոգիական, չգիտեմ, գիտական եւ այլն, հա, նոր հետաքրքիր հարթակներ միշտ սիրում եմ, որպեսզի լինեն եւ ըստ էության ժամանակի պահանջը, այսինքն հասկացա ինչ որ պահի, որ կարող ենք ունենալ ընկերությունը, որ կզբաղվի վերապատրաստմամբ, դասավանդումներով, Smart-ի սկզբանե եղել է հենց դասավանդումները իրականացրել, դասավանդման ընկերություն։ Դիմել են եւ սկսնակներ, եւ վերապատրաստումների համար են շատ հաճախ դիմել, առանձին ծրագրերով միանշանակ։ Առանձնացրել ենք տարբեր խմբեր, հա, օրինակ կան, որ ունեցել են փորձեր, ինչ որ քանակի փորձ մասնագիտական աշխատանքային դա եղել է առանձին խումբ։ Իրենց հետ փորձել ենք աշխատել առանձին պլանով, սկսնակների հետ փորձել ենք աշխատել առանձին պլանով։ Այո։ Հրավիրել ենք մասնագետներ, հա, ես ունեցել եմ նաև հրաշալի մասնագետներ, ովքեր որ հենց ինձ մոտ անցկացրել են վերապատրաստումներ։ Տրամադրել ենք սերտիֆիկատներ, որոնք որ մեր ուսանողները կկարողանային ներկայացնել որևէ աշխատանքի վայրում։ Եվ մենք այնտեղ արդեն աշխատանքի ընդունվելու, սա հրաշալի է, 6-ամսյա կուրսեր եք ունեցել, այո, եւ մենք փորձել ենք տարբերվել հենց ինչով, որ գնում ենք ավելի գործնական ճանապարհով։ Այսինքն մեզ մոտ երբ գալիս էր ուսանողը, ինքը գոնե հաշիվներ գրել, հաշվետվությունների ծանոթանալ, կարողանում էր դուրս գալ արդեն որպես ինչ որ ընկերությունում աշխատել կարողացող անձ։ Ոչ միայն տեսական մասը, այլ հիմքը դրել էին գործնականի վրա, հավասարաչափ։ Որպեսզի կարողանան մարդիկ աշխատել։ Իրենք մեծ վճարում էին, որպեսզի կարողանային գումար վաստակեն եւ դա ինձ դուր էր գալիս, որ ես կարողանում եմ նվիրել այդ մարդուն ինչ որ տեղ աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորությունը։ Դա ամենահաճելին էր ըստ էության այդ ամեն ինչի մեջ։ Եվ հետո քանի ես շատ եմ սիրում դասավանդել, դա ինձ համար աշխատանքային օրվա ավարտին հանգիստ էր։ Դուք տեխնոլոգիական թեզի մասին նշեցիք, գիտեմ, որ հիմա հենց աշխատում եք ձեր տեխնոլոգիական թեզի վրա, այսքան զբաղվածության հետ գիտական ուղղությամբ էլ զբաղվել, ընդ որում շատ հետաքրքիր է կոռուպցիան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում, այս ուսումնասիրությունը, սա շատ երկար, այսպես գիտական խորը վերլուծության թեմա է, այսինքն ամեն ինչի համար ժամանակ գտնում եք Գոհար։ Փորձում եմ կանոնակարգել։ Փորձում եմ օրը ամեն մի ժամը նպատակահարմար ծախսել։ Ես միշտ զարմանում եմ այն ամբողջ process-ի վրա, որ ինչ որ 5 րոպե ազատ է, այդ ոնց է լինում։ Ես ինքս չեմ հասկանում, ոնց կարելի է 10 րոպե ինչ որ բան չանել։ Ոչինչով չզբաղվել։ Ոչինչով չզբաղվել, դա ես ուղղակի չեմ հասկանում։ Ու ինձ մոտ շատ է այդ հարցը առաջանում, ոնց կարելի է այդպես ապրել։ Այսինքն օրվա ընթացքում ցած հստակ պլաններով նշված է։ Փորձում ենք, հա, փորձում եմ կանոնակարգել ամեն ինչ եւ հասցնել։ Միանշանակ լինում են բացեր, միանշանակ լինում են, չգիտեմ, հետաձգումներ, ամեն բան լինում է,
բայց փորձում եմ այդ ամեն ինչը հասցնել։ Միանշանակ այս ամեն ինչի մեջ տուժում է անձնական կյանքը, ընկերները, ընտանիքը միանշանակ տուժում են, որովհետև չեմ հասցնում ժամանակ տրամադրել իրենց։ Կարծում եմ, որ այդ ժամանակի պլանավորման հետ կապված այս մասնագիտական նաև ինչ որ առանձնահատկություն է, սա պիտի օգնի, որ ամեն ինչին ժամանակ տրամադրեք, նաև ընտանիքին, անձնական կյանքին, ընկերներին, գիտեմ, որ սիրում եք շատ շրջագայել։ Հա, սիրում եմ։ Այո։ Սիրում եմ եւ կա սովորություն ամեն տարվա սկզբում պլանավորել, հա, գոնե տարվա ընթացքում քանի երկիր կարելի է գնալ։ Մենակ հենց այս տարի ես փորձել եմ անել այդ պլանավորումը եւ կարծում եմ, որ կստացվի։ Չգիտեմ դեռ ոնց, որովհետեւ մեզ մոտ շատ հանկարծակի բաներ լինում են մեր աշխատանքում, որոնք մենք չենք պլանավորում։ Այսինքն լինում են ստուգումներ, որոնք մենք չենք պլանավորում, իսկ այդ этаպում մենք ուղղակի չենք կարող լինել Հայաստանից դուրս։ Դասընթացները երևի։ Դասընթացները on-line են, թե offline։ Երկու տարբերակով անցկացնում ենք միանշանակ, եւ այստեղ շատ կարեւոր բան, որը ինձ ուրախացնում է, ես նկատեցի, որ դիմում են կանայք, ովքեր որ ունեն երեխաներ, մանկահասակ, ովքեր որ չեն կարողանում տանից դուրս գալ, բայց ուզում են սովորել, ուզում են աշխատել եւ մեծ սիրով ենք մենք իրենց ուղակի հենց on-line-ը իրենց համար էլ փորձել ենք։ Քանի որ դիմողները շատ էին ու մենք նկատում էինք, որ ունեմ երեխա, չեմ կարողանա մոտենալ, կա ժամանակի խնդիր եւ այլն, դա ուղղակի շատ հաճելի էր կնոջը տալ հնարավորություն, որ թեկուզ դու տանն ես, բայց դու կարող ես ուղղակի անցնել այդ փուլը եւ աշխատել։ Ոգևորել դուք մարդկանց ինչ որ առումով առաջ մղել։ Միանշանակ շատ եմ սիրում։ Նամանավանդ կանանց շատ եմ սիրում։ Ես պատկերացրել եմ, եթե ես լինեի ունենայի երեխա եւ լինեի տանը, ինչքան ինձ համար հաճելի կլիներ անցնել որևէ դասընթաց կամ զբաղվել որևէ այլ գործով։ Եվ ես ուզել եմ, որ ցանկացած հայկին ունենա այդ լիարժեքությունը եւ շատ սիրով ենք մենք փորձել իրենց օգնել, ընթառաջումներ ենք արել, շատ։ Միայն որ իրենք կարողանան անցնել դասընթացները, սովորեն ու միգուցե նաեւ աշխատեն։ Գոհար, բնավորության ինչ որ գծեր կան, որ շատ փոքր տարիքից մեր մեջ լինում են։ Գուցե դա մասնագիտական, ասենք, մարդկանց օգնել, ինչ որ բան թույլ տալ մարդուն, որ երազանքներ ունենա։ Ես հասկանում եմ, որ դուք այս բնավորության գծերն ունեցել եք անկախ մասնագիտությունից, այսինքն դուք կարող եք բոլորովին այլ մասնագիտություն ընտրել, բայց այդ միշտ մարդուն թևեր տալը ձեր մեջ եղել է։ Կարծում եմ դա ավելի շատ կասեն ընկերներս։ Այո։ Դա ավելի շատ կասեն աշխատակիցները։ Կարծում եմ, հա, մենք ունենք շատ հետաքրքիր պլան, որի մասին ես այս պահին ուղղակի չեմ ցանկանամ, երբ կլինի կարծում եմ կխոսենք այդ մասին, ունենք շատ հետաքրքիր պլաններ առաջիկայում հենց ձեր մարդկանց փորձ օգնելու եւ այլն, հա, այդ մասով։ Շատ հետաքրքիր ծրագիր ունենք ու փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի դա դառնա իրական։ Ես գիտեմ, որ սեպտեմբերից նաև դուք դասավանդելու եք Փաստորեն պետական կառավարման ակադեմիայում, նաև գիտությունների ազգային ակադեմիայում, այս այլ է շատ հետաքրքիր, որովհետև քիչ է պատահում, երբ այսքան երիտասարդ, հաճելի, պրոֆեսիոնալ ու միևնույն ժամանակ այսքան եւ ցանկություն եւ նաև այդ կարողությունը, որ այդպես փոխանցի իր գիտելիքները։ Իրականում շատ էներգիա է դա ինձանից տանում օրվա ընթացքում շատ։ Բայց դուք սիրում եք։ Հա, ես սիրում եմ։ Ես սիրում եմ, երբ իմ օրը շատ է, երբ սիրում եմ, երբ իմ օրը լիքն է։ Տարբեր է, շատ բաներ ունեմ անելու եւ ամենակարևորը պետքական բաներ անելու, հա։ Փորձում եմ հասցնել, հուսամ որ կլինի։ Կարելի ասել, որ մենք այս առումով ֆինանսական գրագիտության հասարակությունը մեր շատ է կաղում։ Հա, միանշանակ։ Երբ մենք անցկացնում ենք դասընթացներ ու միակ բանը գրեթե բոլոր խմբերում ասել եմ, եթե անգամ չաշխատեք որևէ ընկերությունում, վստահ գոնե կիմանաք ձեր իրավունքները։ Նամանավանդ աշխատանքային օրենսդրության սահմանում գոնե կիմանաք ձեր իրավունքները, որովհետև բոլորս աշխատողներ ենք, մեր իրավունքները իմանալու դեպքում մենք կլինենք պաշտպանված։ Միանշանակ մարդը պետք է կարողանա պլանավորել իր ֆինանսները, պետք է կարողանա աշխատել գումար, ծախսել ճիշտ, բալանսավորված։ Կարծում եմ մեր ազգին դա շատ անհրաժեշտ է։ Դասընթացների ժամանակ այնքան տարբեր հարցերով էին դիմում։ Բա գիտեք, մենք գործից դուրս եկանք, այս ինչ խնդիրը եղավ, եւ եթե այդ մարդը այդ պահին տիրապետ էր, հա, օրենսդրական այդ մասին, չէր ունենա այդ խնդիրը ուղղակի, կամ միգուցե կլուծեր ի օգուտ իրեն։
Միանշանակ։ Այստեղ դուք Գոհար ձեր խոսքում առանձնացրիք կանանց, հա, որ ամեն դեպքում կանայք, այսինքն կարծում եք, որ կանայք այս առումով ավելի խոցելի են, թե այստեղ այդ տարբերակումը ճիշտ չեք համարում։ Ես կարծում եմ, որ կանայք ավելի ուժեղ են։ Ես կարծում եմ, որ մեր կանայք ավելի ուժեղ են եւ ավելի պատասխանատու են եւ իրենք կարողանում են հենց իրենք ոտքի կանգնել ու հենվել իրենց վրա։ Ու ինձ համար դա շատ կարեւոր է, որ կինը կարող է լինել ինքնուրույն։ Դա արդեն մեզ մոտ կարծես ինչ-որ առումով ստացվում է։ Միևնույն ժամանակ շատ դժվար է, կներեք, որտեղ մեր հասարակությունը մի փոքր այլ կերպ է ընկալել։ Կարծում եմ հիմա փոփոխված է բավականին ու կարծում եմ դեռ կփոփոխվի։ Շատ հաճախ այդ ուժեղ լինելու արդյունքում նաև որոշակի այդ ձեր նշած, այդ կոպտությունը ամեն ինչը դա է, այսինքն ավելի քիչ ժամանակ խնամքին, արտաքինին, ավելի քիչ ժամանակ զուտ կանացի այդ հոգսերին։ Փաստորեն սա զուգահեռ պետք է անել։ Սա նշանակում է, ասում են, ամենադժվար աշխատանքն է կին լինելը։ Ես կարծում եմ, որ դա ուղղակի բնույթ է ու մտածողության ձև, որովհետև կարծում ցանկացած կին ինչքան էլ որ զբաղված է, գոնե մի 30 րոպե չքնելու հաշվին կարող է իրան խնամել կամ լինել խնամված։ Դա չեմ կարծում, որ աշխատանքի հետ կապ ունի։ Կարող է աշխատանքի վայրում լինել խիստ, կարող է լինել կոպիտ, բայց ընտանիքում պետք է լինի նուրբ։ Մեկ քայլ հետ։ Այո։ Ես այդպես եմ կարծում։ Ավելի նուրբ։ Սա ամեն դեպքում կանացիությունը պահելը բոլոր դեպքերում շատ ավելի իրականում։ Եվ դա կապ չունի աշխատանքի հետ։ Դա ուղղակի տեսակ է, դա ուղղակի բնույթ է։ Ինչքան էլ որ դրսի աշխարհը քեզ կոփի, որպեսզի դու լինես ուժեղ, կոպիտ, հա, աշխատանքում պետք է լինել ուժեղ եւ կոպիտ։ Բայց ընկերական շրջապատում, ընտանիք եւ այլն ինչի համար լինել կոպիտ։ Այո։ Գոհար նշեցիք, որ շատ ժամանակ չեմ կարողանում հատկացնել ընտանիքիս, անձնական կյանքի եւ ընկերների, բայց ձեր ընկերները ամենայն դեպս ընկերական շրջապատում նշում են, որ միշտ կարողանում եք ժամանակ գտնել ու սիրում եք այդ միջավայրում։ Հա, շատ եմ սիրում, ես շատ եմ սիրում հանդիպել իրենց, շատ եմ սիրում ժամանակ անցկасնել իրենց հետ, որովհետեւ անցնում է շատ ուրախ, շատ անմիջական, մենք իրար հասկանում ենք շատ եւ նշեմ շատ կարեւոր բան ինձ համար, կարեւոր, որ իմ ընկերները հին ընկերներ են, այսինքն տարիների ընկերներ են ու մենք անցել ենք միասին շատ կարևոր ճանապարհ։ Ահա։ Իրենք հիմա ինձ հետ են կան ու կարծում եմ չեմ ուզի ոչ մեկին որևէ տեղում կորցնել։ Դուք սիրում եք գնահատել ձեր ունեցածը ու այն մարդկանց, ովքեր ձեր կողքին են։ Միանշանակ։ Իսկ շնորհակալ մարդ եք տեսակով։ Կարծում եմ հա։ Կարծում եմ, հա, հենց դա էլ թույլ է տալիս գնահատելը։ Կարծում եմ, հա, որովհետև երբ նայում ենք տարբեր մարդիկ կան ու երբ դու այստեղ ես, այս կարգավիճակում ես, միանշանակ պետք է գնահատել ամեն օրը, ամեն ունեցածը ու ամեն վայրկյանը։ Կարծում եմ պետք է գնահատել, որովհետև կարող ուղղակի չլինի։ Այո, կարող է չլինի։ Կարող է ուղղակի ամեն մի պահի չլինել այն, ինչը որ մենք ապրում ենք։ Իսկ այս զբաղվածության, պատասխանատվության շատ դժվար են մեր ժամանակները, որ այդ դուք նշեցիք այդ ժամանակի այս անընդհատ նոր ինչ-որ իրադարձության մեջ մենք շատ հաճախ ամենակարևոր բաներին ամենաքիչ ժամանակն ենք հատկացնում։ Ինչպես է կարողանում անել, որ այս զբաղվածության մեջ նաև կարողանալ այդպես դուք ձեր մտքերի հետ կամ որն է այն վայրը, որտեղ դուք լիցքավորվում եք, լիցքաթափվում։ Այս պահին այդ վայրը ընկերությունս է։ Ես ամեն օր շտապում եմ ուղղակի մտնել ընկերություն, երբ ոչ մեկ չկա, իմ ամենասիրած պահը ընկերությունում սուրճ խմելն է։ Այո, մենակ։ Այո։ Որի ընթացքում դա կլինի 10 րոպե, դա կլինի 15 րոպե, ես կարող եմ անգամ հեռախոսի չպատասխանել։ Միայն մտքերս հավաքեմ եւ հա, սուրճ խմեմ։ Ես այդ օրվա ընթացքում շատ է լինում որոշակի դրվագներ, որ անհրաժեշտություն է լինում ուղղակի մենակ լինելու, ուղղակի մեքենա վարելու, հա, որովհետև այդ ընթացքում էլի կարողանում ես մտածել։
Այսինքն սիրում եք մտածել։ Սիրում եմ մտածել։ Միանշանակ պետք է պլանավորել ամեն բան, պլանավորել օրը եւ հաջորդ քայլը։ Հետևաբար պետք է լինել առանձին ինչ-որ օրվա մեջ մի քանի этап նայած անհրաժեշտության, որպեսզի կարողանալ բալանսավորել ու պլանավորել ամեն ինչ, որպեսզի չառաջանա խառնաշփոթ։ Ես հասկանում եմ, որ դուք սիրում եք ծրագրեր, երազանքներ կազմել եւ հանդարտ քայլերով գնալ դեպի Հա, ճիշտ եք նկատել։ կատարումը երազանքներ։ Դժվարությունները հաղթահարելու, հա, երբ ամեն դեպքում ինչ որ բան այնպես չի ստացվում, ինչպես պիտի լիներ։ Այ ես գիտեմ, որ չեք սիրում հանձնվել, բայց ինչպես եք պայքարում դրա դեմ։ Դժվարությամբ Բնականաբար լինում են հիասթափություններ շատ։ Այո, դժվարությամբ լինում են անգամ առաջանում են մտքեր, որ կարող էր նաև այլ կերպ լինել, եթե դու այլ բան ընտրեիր։ Լինում են միանշանակ հիասթափություններ լինում են։ Եվ այստեղ շատ կարևոր բան նշեմ, օգնության են գալիս ընկերները։ Այն հարազատ մարդիկ, ովքեր որ հենց այսօր էլ, հենց այս պահին էլ, հա, կողեր ամեն ինչ շատ լավ է։ Դու մենակ չես, կկարողանանք սա միասին պլան, դու դեռ կտեսնես ինչքան պլաններ դեռ կիրականանան եւ այլն, դա շատ կարեւոր է։ Այսինքն սիրում եք դուք, սիրում եք ոգևորել, բայց սիրում եք նաեւ այդ բարի խոսքը ճիշտ ժամանակին ասված։ Կարիք ունեն դրա, միանշանակ կարիք ունեն, որովհետեւ մարդկային հոգեբանությունն է դա ինչ որ պահի ընկճվել, ինչ որ պահի դժվարությունները ամեն դեպքում խոցում են։ Կորուստները խոցում են, շատ բաներ են լինում, որոնք այդ պահին քեզ կոտրում են։ Լինում են մարդիկ, ովքեր որ չեն վերականգնվում, մերպես մարդիկ միշտ վերականգնվում են։ Այո, դժվար է վերականգնվում, բայց այո, իսկապես, որովհետև եթե որոշում ես, որ չես հանձնվելու, ասում են ուրիշ տարբերակ չունես, պիտի վերականգնվես։ Մտերիմ ընկերները ամենակարևորն են, ու այն դրականը, որոնք որ կարողանում են քեզ տալ, ոչ միայն տանում են քո դրական խոսքերը եւ այլն, այլ նաեւ տալիս են քեզ այդ դրականը։ Դա շատ կարևոր է, այն որ կարելի է հանդիպել, ուղղակի զրուցել կամ մի հատ տեսնել ու հասկանալ, որ քո տրամադրությունը ուղղակի փոխվեց։ Գոհար, հիմա փաստորեն բավական մեծ թվով ընկերությունների հետ եք աշխատում, դուք նշեցիք, որ տարբեր ուղղություններով, բայց նաև համագործակցության համար բաց եք, որովհետև հիմա նոր ընկերություններ գարնանը միշտ այդպես է, չէ՞, ինչ որ նոր բաներ ծրագրում են, ստեղծվում են, այսինքն կապ ունի փոքր, մեծ, ինչ բիզնեսի, այսինքն ուղղությունները հասկացա, որ կապ չունի, իսկ փոքր, միջին, մեծ որևէ տեսակի կապ չունի իրակ։ Մենք մատուցում ենք ծառայություններ եւ մեծ բիզնեսի համար եւ փոքր եւ միջին եւ տարբեր հարկատեսակներով աշխատող։ Ունենք առանձնացված մասնագետներ, կադրային աշխատող, ով որ զբաղվում է միայն կադրերով, իրավաբան, ով որ զբաղվում է միայն իրավական մասով, մաքսային գործակալ, ով որ մեզ օգնում է ներմուծումների մասով, պետական գնումներով ենք զբաղվում, դրա համար առանձնացված մասնագետներով, հաշվապաները եւս առանձնացված են, ՀՑ-ի մասնագետը առանձին է, հա, հաշիվները առանձին են, այսինքն չունենք սահմանափակում, հա, որ դրանից ավել չենք կարող ունենալ նոր ընկերություններ։ Ամփոփելուց առաջ ես ուզում եմ նաեւ ձեր խոսքը, ձեր խորհուրդը կանանց, հա, եթե պիտի ինչ որ բան ուզում են ծրագրել ու չգիտեն որտեղից սկսեն։ Հիմա գիտեք, որ մենք մոտիվացիայի պակասի խնդիր ունենք։ Ինչ խորհուրդ կտաք, որտեղից է պետք սկսել։ Կարծում եմ նախ առաջինը հասկանալ իրենք իրենց։ Ճիշտ գնահատեն իրենք հնարավորությունները, որպեսզի չլինի թերագնահատված, որը որ շատ է Հայաստանում, շատ է, եւ որպեսզի չլինի գերագնահատված, այսինքն ռեալ հասկանանք մեր հնարավորությունները, ինչ կարող ենք անել։ Լինենք ուղղակի գեղեցիկ, խնամված, ես կարծում եմ, որ դա կնոջ համար ամենակարևորն է, հա, լինել ուղղակի հմայիչ, հանգիստ եւ լինել աշխատանքի մեջ, դա չի նշանակում ուղղակի լինել տղամարդու կերպար ստացած կին, այո։ Ես կարծում եմ, որ կինը ուղղակի պետք է լինի կին, կլինի դա բիզնեսում, թե տանը կապ չունի։ Ուզում եմ հայ կնոջը տեսնել այդպիսին, ուժեղ, որովհետեւ ինքը ամենասիրունն է եւ իրականում ամենաուժեղը։ Այո, ամենասիրունը եւ ամենաուժեղը, եւ իսկապես եւ ամենակարողը ինչ որ առումով։ Շնորհակալ եմ։ Հայ կինը ամենակարողն է, ես կարծում։ Այո, իսկապես այդպես է եւ շատ ճշգրիտ, ինձ շատ դուր եկավ Գոհար Զարոյանի այդ շեշտը ինչի վրա դրեց, որովհետեւ իրականում ուժեղ լինել բոլորովին չի նշանակում կորցնել կանացիությունը, այսպես դեմքի արտահայտությունը փոխել կամ արտաքինը, միշտ պիտի ժամանակ գտնել զբաղվելու ինքներս մեզանով եւ սրա վրա հիմնվել
հիմնված, այսինքն հասկանալով, որ երբ դու փողոց ես դուրս գալիս, աշխարհն ուղակի քո ոտքերի տակ է, պետք է գնալ նվաճելու աշխարհը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ շատ հրավերի համար եւ հաճելի զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, մենք զրուցում ենք Գոհար Զարոյանի հետ եւ իրականում ինձ շատ հաճելի էր։ Գիտեք ինչու, որովհետեւ միշտ երբ մենք ասում ենք շատ ուժեղ կին եւ ամեն ինչ պետք է կարողանալ ու ինքնուրույն, մենք պատկերացնում ենք այստեղ մի քիչ ուրիշ կերպար։ Ժամանակներն առաջ են գնում ու մեր ժամանակի ուժեղ կինը պիտի ունենա կանացիության ամենաբարձր չափաբաժինը։ Եվ ես ուրախ եմ, որ հենց ապրիլին, այն միամսյակի վերջին օրերին մենք այդպիսի հնարավորություն ունեցանք այսքան հետաքրքիր, այսքան պրոֆեսիոնալ, հիմնավոր երկու ոտքի վրա իր մասնագիտական ասպարեզում կանգնած եւ միևնույն ժամանակ այսքան հմայիչ կնոջ հետ զրուցել Elroom-ում։ Elroom-ում Smart հաշվապահական եւ իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Գոհար Զարոյանն էր։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Ամեն անգամ, երբ մենք մտածում ենք, որ ինչ-որ բան անելու համար կամ ժամանակ չունենք կամ հնարավորություն, պետք է հասկանալ, որ կնոջ համար իրականում անհնարին ոչինչ չկա։ Եթե գիտի որտեղից է պետք սկսել եւ որտեղ գտնել ոչ միայն մասնագիտական, պրոֆեսիոնալ օգնություն, այլև այդ դրական մեծ էներգիան, որովհետեւ քիչ առաջ էլ նշեց Գոհարը, որ նույնիսկ on-line դասընթացներ կան, որոնք հնարավորություն կտան ձեզ մասնագիտություն ձեռք բերել, ուրեմն եւ աշխատանքի հնարավորություն։ Կարողացեք ծրագրել ձեր ապագան եւ այս դեպքում իսկապես ամեն ինչ կլինի, ամեն ինչ կստացվի, երազանքին հասնելը շատ դժվար չէ։ Ամենադժվարը երազանք ունենալն է։ Երևի այս մեկ ամսյակի ընթացքում ամենակարևորը հենց սա է՝ կարողանալ երազանք ունենալ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։